Ալո, տեսնենք Vivacelum ինչ են ասում։ Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր շատ կարևոր թեմայից ենք խոսալու։ Ինչու են վերանում կոճակով կամ այսպես կոչված կնոպոչնի հեռախոսները։ Համոզված եմ, դուք ունեք տարիքով մարդիկ, որոնք օգտագործում են այսպիսի հեռախոսներ, կամ թեկուզ օրինակ բանակում, որ տրվում ոչ թե սենսորային, այլ հենց կոճակով։ Եվ կա մի խումբ, որը չի ուզում օգտագործել սմարթֆոններ, չի ուզում ինտերնետի ակտիվություն ունենա, բայց ցավոք սրտի այս հեռախոսները վերանում են։ Ու մեր մոտ բացառություն չի, վերջերս իմ ծնողի համար խնդիր ծագեց։ Ավելի շուտ դա Armentel-ի կամ Team հիմա կոչվող ուրեմն ընկերությունը անջատեց 2 G-երը եւ հեռախոսը այլևս չէր աշխատում։ Ինչ պետք է անել։ Պետք է գնալ, պարզվեց այդ կազմակերպություն, տվյալ դեպքում թիմ եւ փոխել քարտը ու պարզվեց հեռախոսը եւս, որովհետեւ ասենք սա էր, հիմա սա են տվել, բաներ կա, որ մեծ տարիքով մեծ մարդիկ պարզվեց այս նոր կոճակով հեռախոսին չեն հարմարվում։ Օրինակ, երբ որ արգելափակվում է, պետք է 2 կոճակ սեղմել, ինչու եմ սա շեշտում, որովհետև եթե մատերի խնդիր կա, արտրոզ, արտրիտա, տարիքով մեծ մարդը ոչ սենսոր է կարողանում օգտագործել, ոչ էլ արգելափակելու, այսինքն որոշ ձևով լավ է, որ թիմ ընկերությունը անվճար տալիս է նոր հեռախոսներ, քարտը փոխում է 2 G-ից, չգիտեմ այնտեղ 5 G, թեկուզ ես չեմ էլ հասկանում դա կապ ունի ալիքների, անտենաների հետ, եթե կոճակով ուրեմն ինտերնետի հետ, թե ուղղակի հենց բջջային հեռախոսի հետ կապ ունի, այսինքն տեխնիկական խնդիրներից անդին կա հենց մարդու օգտագործման եւ մարդու հոգեբանական խնդիր, որոնց մասին ասեցի 3 խումբ են, մեկը տարիքով մարդիկ, որոնց չես կարող սմարթֆոն տալ եւ մյուս մարդիկ դա ծառայողներն են բանակում կամ ոստիկանություն, որոնք չեն ուզում կամ այդպես է դրված կդրված ու ճիշտ է դրված, որովհետեւ կհիշեք, որ մենք անընդհատ լրագրողներով այդ խնդրի մասին շեշտել ենք, լուսաբանել ենք խաղամոլության հետ կապված եւ սմարթֆոնների հասանելիությունը թշնամու համար, ավելի լավ է կոճակով, այսինքն կնոպոչնի հեռախոս եւ մյուս հատվածը նույնիսկ երիտասարդ, ես գիտեմ շատ երիտասարդներ այլևս չեն ուզում սմարթֆոններ, այլևս հոգնել են այդ արհեստական բանականությունը, որ օգտագործվում է ամենուրեք մտնում ոնց որ դուռը բացում ես կամ պատուհանն ես բացում, ինքը ասում է բարև ձեզ ինչ խորհրդով օգնեմ կամ ինչ ձեզ հուշեմ, այսինքն մարդիկ, որոնք ուզում են ռեալ կյանքով ապրեն, իրական կյանքով, ոչ թե վիրտուալ։ Հա, հիմա մենք Vivacelli մոտ ենք, պարզվեց թիմը այդ հարցը լուծեց, բայց Vivacelli-ում նոր հեռախոս չեն տալի, հիմա գնում ենք քարտն ենք փոխում։ Armentel-ի դեպքում թիմ ընկերությունը 5000 դրամ վերցնում է, բայց այդ 5000 դրամը դու հետո խոսելա վճար ես վճարում, այսինքն այդպես է անվճար համարվում։ Vivacelli կարծեմ 500 դրամ է վերցնում քարտը փոխելու համար։ Ճիշտն ասած, այստեղ էլ ձեր ուշադրությունը ուզում եի դարձնել, հատկապես դրսի հայեր ջան, ասեք էլի, որ ճիշտ եմ ասում, Ամերիկայում iPhone-ի վերջին մոդելն են անվճար տալիս, եթե դու տարիներ շարունակ իրենց բաժանորդն ես։ Այսքան տարի ունենալով հեռախոս, ես երբևիցե մի հատ նույնիսկ կոճակով հեռախոս նվեր չեմ ստացել։ Այնինչ անընդհատ փոխում եք ծրագրերը, բա մի փոխեք։ Օրինակ ես Nokia ունեի, լավ աշխատում էր, բայց այն բանի պատճառով, որ նոր տեխնոլոգիաներ, տեխնոլոգիա, ոնց որ վիրուսային էս տեխնոլոգիա ցավը կպած, մենք անընդհատ հեռախոս ենք փոխում, որովհետև նաև հավելվածները չեն աշխատում։ Այնպես որ այս խնդրի շուրջ, եթե լիներ կապի նախարարություն կամ պատասխանատու ինչ-որ պետական գերատեսչություն, ինքը պետք է նաև ստիպեր օպերատորներին, որ հա ինչու՞ չէ,
Եթե հավելվածները չեն աշխատում, ուրեմն 5 տարի մեկ, 10 տարի մեկ չգիտեմ, հեռախոս փոխեն կամ լինի, որ դու պայմանագիր ես կնքում, ոնց որ Ամերիկայում կամ Եվրոպայում, որ մի քանի տարի դու օգտագործում ես կամ 2 տարի, 4 տարի օգտագործում ես, քեզ նոր iPhone են տալի։ Հա, ես iPhone չեմ օգտագործում, իմս Android-ի հետ է հարցերը։ Դա ուղղակի օրինակ էր եւ դա գովազ չէր։ Դե ինչ վիվասելից դուրս եկա, հիմա օպերատորս ինձ հետ չի, թեքեմ կամերան ու պատմեմ ինչ եղավ։ Սա մեր Դավթաշենն է, վաղուց չէի քայլե, ճիշտ է, ցրտոտ է, բայց այնքան հաճելի է, ու այստեղ էլ բալենին էր ծաղկել, տենց քայլելով եկա, հիմա նստել եմ, ձեզ պատմեմ ինչ եղավ։ Վիվասելում իհարկե այն ինչ որ հեռախոսով մեզ ասել էին, 500 դրամ վերցրեցին, քարտը փոխեցին, ավելին պարզվեց Վիվասելը 2G-ի հետ խնդիր չունի, դա միայն թիմն է փոխում, թիմը Ucom-ը նույն ուրեմն տերերը ունեն, այստեղ իրենց հարցն է, որ չգիտեմ ինչ մարքեթինգ են անում, ինչ են այդպեսի խնդիրներ դնում 2G հասանելիության հետ կապված, բայց ըստ ասենք թե համակարգում աշխատողների խնդիր ունի թիմը, նաև բաժանորդները իրանցից փախնում են։ Իսկ ես կարծում եմ, որ սա հնարավոր է դիտավորյալ արվում, որովհետև եթե անգրագետ մարքեթինգի պատճառով են ուրեմն բաժանորդները գնում, դա որպես դիտավորություն միայն կարող ենք դիտարկել, թե չէ հիմա հակառակը պետքա այնպիսի բաներ անեն, որ բաժանորդները ավելանան ու հենց թիմի խնդիրը, այսինքն Armentel-ի խնդիրը քաղաքի ստատիկ ուրեմն հեռախոսները որ կան, հա տան հեռախոսները դրանք եւ բջջային կապը գոնե մատչելի լինի։ Տան հեռախոսները ուրեմն 900, եթե չեմ սխալվում, 900 դրամ է ամսվա վճարը եւ կարող ես դու մարզեր զանգահարել, բայց ոչ մեկ չի օգտվում։ Այն նույնիսկ ծերերին այդ բջջային հեռախոսներն են տվել տարիքով մարդիկ, չնայած տարիքով մարդիկ կան, որ շատ առաջընթացով, նենց պրադվինուտի մարդիկ են, սմարթֆոնել են պահում, WhatsApp-ից են օգտվում, Facebook-էլ ունեն, Instagram-էլ ունեն, բայց դե որոշակի կատեգորիայի մասին պետք է նաև մտածել։ Ու մտածել նաև այն հատվածի մասին, որոնք, ինչպես ասացի, չեն ուզում այ մարդ, ոչ շատ ինտերնետի մեջ լինեն, ոչ իրենց անձնականը ամեն ինչը դնեն ինտերնետ, բայց մեզ ստիպում են ամեն ինչում վերահսկվող գործիքներ ունենալ, այսինքն դրանցից մեկն էլ հեռախոսն է։ Սա է։ Հա, մարդիկ նայում են, անցնում դառնում են, ինչ եմ խոսում, ինչ չեմ անում, չգիտեմ, ճանաչում են, թե չեն ճանաչում, բայց Դավթաշենում էլ բաժանորդներ կան, մեր ալիքի, իմ ալիքի, հատկապես Տիկին Սուսաննան, մյուսների անունը չեմ տալիս, որտեվ Տիկին Սուսաննան միշտ ակտիվ մեկնաբանելիս գրում է վայ չհանդիպեցինք, հա, հիմա ստեղ նստած եմ, գուցեև կուզենայինք հանդիպել երևի։ Շնորհակալություն, որ դիտեցիք, սիրելի բարեկամներ, եթե դուք Հայաստանում չեք գտնվում, խնդրում եմ այն հարցին, որը ես բարձրացրեցի հեռախոսների տրամադրման մասով, եթե դժվար չի, եթե դեմ չեք, մի հատ գրեք, դուք ձեր հեռախոսը վերցրել եք unlock, հա, որ unlock են ասում, ընկերությունից, թե գնել եք, այն երկրներում, որտեղ այդ
համակարգը աշխատում է, որ օպերատորները իրենք են տրամադրում հեռախոսներ։ Հա, այդպիսի բան էլ կա, որ երկրներ կան, որ զարմանում են, մրցից ինչ թիվ է, որ դուք պետքա հեռախոսին այդքան գումար տաք, եթե չունեք հեռախոս, ինքը քեզ տալիս է որոշակի ձևով եւ որոշակի պայմաններով։ Մեկ է խոսելավարձով, այդ ամսվա վճարով ինքը իր գումարը հանում է։ 1 տարվա մեջ, 2 տարվա մեջ, 4 տարվա մեջ կամ նայած ինչ պայմանագիր է, նայած ինչ սակագնային պլան եք վերցնում, ինքը հանում է։ Եվ մենակ Հայաստանում ու հետ սովետական երկրներում է, որ ինչպես ասացի, այս խնդիրը կա եւ տեսություն ասելուց առաջ էլ այսպես դեմքով, հա, ձեզ ներկայանամ, հարգելով իմ բաժանորդներին, այսպես տաք եմ գցել եմ շալես, լավ տաք է պահում, որովհետև մաքուր մետաքս է։ Ուրեմն ամենամեծ հարկը մեր երկրում վճարում են հեռախոս վաճառող ընկերությունը, ոչ հանքարդյունաբերական կամպանիան, ոչ արտադրող ինչ-որ մի գործարան, այլ հեռախոսների վաճառքով զբաղվող հայտնի անուններ կան, դրանցից մեկը Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբայրն է եւ իդեպ այսօր Նիկոլ Փաշինյանը նախաճաշ էր հրավիրել գործարարների հետ եւ այդ գործարարների մեջ էլ կար Ալեքսանյանը փաստորեն մեր առաջին հարկատուն ցուցակում ոչ թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն կամ Grand Candy Holding-ն է, թեկուզ այնտեղ էին, ներկա էին այդ նախաճաշին, այլ հեռախոսներ վաճառող մոբի, չեմ հիշում անունը, ոչ էլ ուզում եմ գովազդել, երևի պետք չի, բայց հենց հեռախոսի վաճառքից ստացած եկամուտները այնքան շատ են Հայաստանում, որ ինքը առաջինն է ցուցակում հարկատուների, առաջին խոշոր հարկատուների։ Այնպես որ մենք սկսեցինք այսպես կնոպճնի, հա, կոճակով հեռախոսներից, բայց ինքը կարծում եմ ես արծածեցի շատ կարևոր հարցեր, որոնք կարելի է նաև քաղաքական դաշտում ընտրությունների ժամանակ այդ հարցի շուրջ մտորել, առաջարկություններ անել, ինչպես կարելի է այս հարցը լուծել, որ էլի թող առևտուր լինի, էլի թող հարկատուների ցուցակում առաջնատար լինեն, բայց ես կուզենայի օրինակ, որ մեր մոտ ավելի շատ արտադրող ինչ-որ ընկերություն առաջատար լիներ, իսկ հեռախոսների հետ կապված լուրջ ուսումնասիրություններ անել, թե ինչու են այստեղ այդքան շատ հեռախոսները վաճառվում, նաև այն պատճառով, որ ընկերությունները, օպերատորները բջջային հեռախոսի կապի ստիպում են, որ մարդիկ հեռախոսները փոխեն, որովհետև որոշակի ծառայություններ չեն սպասարկում եւ հավելվածները չեն աշխատում։ Այստեղ հավելվածների հետ կապված արդեն ավելի շատ օրինակ բանկային համակարգն է եւ խանութները, որոնք ունեն իրենց հավելվածները, օրինակ մենք շատերս ստիպված բանկային հավելված ունենք, որ կարողանանք շարժը իմանանք։ Հիմա բոլորին անկանխիկ առևտրի են դրթում, այդ թվում նույն թոշակառուներին, եւ որ իմանաս, ասենք թոշակը եկել է կամ ինչ որ մի բան առևտուր անես, այդ հավելվածները պետք է աշխատեն, պրիլաժենիաները, հա, ով չհասկացավ ինչի մասին եմ ասում, եւ դրանք օրինակ կարան էլի նորից iPhone-ի վրա, կամ Android-ի, ես օրինակ ունեի Nokia, հոյակապ Nokia 6-ներ, շատ էի սիրում, բայց ինքը չէր աշխատում ու հին էլ չէր, հավելվածները չէին աշխատում, ես ստիպված նոր հեռախոս ունեցա, ճիշտ է, հեռախոսը ինձ նվիրեցին, բայց իմ հարազատները, բայց այնուամենայնիվ մեծ ծախս է, ամեն մի հեռախոսը նույնիսկ ամենաէժան սմարթֆոնը ինչքան է, 50-80 հազար է, քիչ փող չի ու գոնե երկար աշխատի, հետո բաց այդ մարդկոցը գոնե լավ աշխատի, այնպես որ հա, արտասահմանում սա այս ամեն ինչը այդպես չի,
արտասահմանում, ինչպես ասացի, ձեզ կարան տրամադրեն հեռախոս, նույնիսկ վերջին մոդելի, նայած դուք ինչ պայմանագիր եք օպերատորի հետ կնքում։ Եվ ի վերջո այնտեղ էլ մարդիկ, եթե նույնիսկ կոճակներով կնոպոչնի հեռախոս են օգտագործում, ապա դրանք էլ շատ լավ պինդ հեռախոսներ են, ոչ թե պլաստմասից ինչ-որ կամ թղթի ոնց որ հեռախոս լինեն։ Այսքանն էի ուզում ասեի, ձեր լրագրող Նարինե Կիրակոսյան։ Ստեսություն։